Երևանում մեկնարկել է հանրային ոլորտի նորարարությունների 3-րդ համաժողովը։ Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ զարգացման ծրագրի Հայաստանի կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։ Այսօրվա ֆորումին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական եւ միջազգային փորձագետներ։ Ինչ է նշանակում նորարարություն։ Նորարարությունը կրթություն է, որովհետև առանց կրթության հնարավոր չի անել նորարարություն, որովհետև նոր բան անելու համար պետք է նոր բան իմանալ, նոր բան իմանալու համար պետք է կրթություն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով հանրային կառավարման բարեփոխումները կարևոր են ոչ միայն պետական համակարգի արդիականացման, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բարելավման տեսանկյունից։ Վերջին ժամանակաշրջանում արված աշխատանքը եւ մասնավորապես թվայնացման գործիքները, որոնք որ ներդրվել են, մասնավորապես մեզ մոտ Երևանի քաղաքապետարանում, մեզ նվազագույնը խնդիրների վերլուծության տեսանկյունից, խնդիրների խորությունը տեսնելու տեսանկյունից շատ ավելի լավ պատկեր են տալիս եւ այն թվայնացված ծառայությունները, որ մենք նաեւ մատուցում ենք քաղաքացիներին, մյուս կողմից էլ քաղաքացիներին են տալիս ավելի արդյունավետ կերպով մեր հետ շփվելու միջոց։ Քաղաքապետը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի մատուցած գրեթե բոլոր ծառայություններն արդեն թվայնացված են։ Յուրաքանչյուր քաղաքացի, երևանցի կարող է օգտվել ակտիվ քաղաքացի հավելվածից, որով որ մատնանշի կոնկրետ խնդիրներ, որոնք որ մենք պետք է լուծենք եւ հետեւի խնդրի լուծման ընթացքին։ Ֆորումի կազմակերպիչները նշում են, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են փորձի փոխանակման եւ նոր գաղափարների ներկայացման համար։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարման եւ քաղաքականությունների մշակման նորարարության ծրագրի ղեկավար Նաիրի Շորչյանն ընդգծում է, որ համաժողովի առաջին հատվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Համաժողովներ շատ են լինում, ֆորումներ շատ են լինում, բայց այս դեպքում մեր համար չափազանց կարևոր էր ապահովել ֆեստիվ ուրախ միջավայրը եւ մթնոլորտը, ոչ միայն որովհետեւ մարդիկ ստանալու էին մրցանակներ, բայց որովհետեւ բոլոր թեմաներով, հատկապես կառավարման թեմաներով խոսելուց անգեղծ լինելու հետ մեկտեղ պետք է լինել նաեւ երջանիկ, որովհետեւ ունենք շատ երկար ճանապարհ անցնելու, բայց նաեւ բազմաթիվ բաներ արդեն իսկ արել ենք եւ արել ենք բոլորով։ Այդ առումով ես համարում եմ, որ առաջին մասը մեր համաժողովի դրա մասին խոսեց։ Նրա խոսքով այս տարվա ֆորումը նախորդներից տարբերվում է իր մասշտաբով եւ ձևաչափով։ Մենք ունենք ավելի քան 500 մասնակիցներ։ Մենք ունենք 2 օրերի վրա երկարող panel discussion-ներ, բայց նաև մենք ունենք հետաքրքիր նոր ձևաչափ, որը թույլ է տալիս ներկա գտնվողներից մասնակցեն նաև panel-ներին։ Այսինքն ինքը պարզապես բարձր մակարդակով քննարկում չի, այլ նաև թույլ է տալիս ցանկացած քաղաքացի մաս կազմել այդ խոսակցություններին։ Համաժողովի շրջանակում տեղի ունեցել նաև հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխությունը, որի նպատակն է գնահատել այն մարդկանց եւ թիմերի աշխատանքը, որոնք իրենց ամենօրյա գործունեությամբ նպաստում են հանրային ծառայությունների որակի բարելավմանն ու նորարարական լուծումների կիրառմանը պետական համակարգում։ Մրցանակները հանձնվել են 4 անվանակարգերում՝ թվային լուծումներով խթանված նորարարություն, տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն, մարդակենտրոն նորարարություն եւ կառավարման նորարարություն։ Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն անվանակարգում արժանացած նախագծերից մեկը ներկայացրել են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները։ Մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով մրցանակն իրենց համար անակնկալ է եղել։ Երբ որ հայտերը ներկայացնում ենք, մենք չենք մտածում, որ մեր ամենօրյա այն աշխատանքը, որ մենք իրականացնում ենք, դա կարող է համարվել նորարարություն, բայց իրականում այո, դա նորարարություն է։ Ինչպես ենք մենք հասել այդ նորարարության ներդրմանը մեր համակարգում, շուրջ 3 տարուց ավել մեր աշխատակիցները պարբերաբար յուրաքանչյուր տարի մասնակցել են մեր կողմից կազմակերպված եւ մեր մարմնի բյուջեի հաշվին վճարված կրթական ծրագրերի։ Նրա խոսքով նոր տեխնոլոգիաների կիրառումը զգալիորեն բարձրացրել է աշխատանքի արդյունավետությունը։ Բարձրացել է մեր աշխատանքի արդյունավետությունը եւ տվյալների ճշգրտությունը անգամներով է բարձրացել եւ այս մրցանակին արժանանալը կատարած աշխատանքի համար նաեւ լրացուցիչ մեր համար մոտիվացիա է, որպեսզի մենք այն ավելի հավակնոտ նորարարական լուծումները, որ
ուզում ենք ներդնել մեր աշխատանքի մեջ, դարձնենք իրականություն եւ ավելի մեծ ջանք գործադրենք դրա համար։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը Հայաստանի գրասենյակի նորարարության եւ կայուն ֆինանսավորման պորտֆոլիոյի ղեկավար Տիգրան Ճորոխյանն էլ նշում է, որ նման հարթակները կարևոր դեր ունեն համագործակցության ձևավորման հարցում։ Այստեղ են մարդիկ տեղեկանում եւ լսում նորարար մոտեցումների մասին, փորձում այդ մոտեցումները որդեգրել, յուրացնել եւ փորձարկել իրենց աշխատանքային միջավայրում եւ նաեւ հետագայի համար երկարաժամկետ համագործակցության հիմքեր են դնում։ Նրա խոսքով ֆորումները նաև հնարավորություն են տալիս ձևավորել նոր համագործակցություններ։ Կազմակերպիչների համոզմամբ հանրային ոլորտի նորարարությունների համաժողովը շարունակական կլինի եւ կշարունակի ընդլայնել մասնակիցների շրջանակը, նպաստելով ավելի արդյունավետ ու ժամանակակից կառավարման համակարգի ձևավորմանը Հայաստանում։ Համաժողովը կշարունակվի նաև վաղը։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։